Բարև ձեզ, CVK-ի եթերում այսօր զրուցելու ենք միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆյանի հետ։ Բարև Ստեփան Սաֆյան, շնորհակալ եմ հավելությունների համար։ Օրերս 168 EM-ին հարցազրույց էր տվել հայ-աղբողական դաշնակցության Գերագույն խորհրդի նախկին անդամ կարծես Հրանտ Մարգարյանը եւ անդրադարձել էր հոկտեմբերի 27-ին այն կոնտեքստում, որ դա այդ ակտը հոկտեմբերի 27-ի այդ ակտը Նայիրի Հունանյանի կատարած սրբության սրբոց է որակել, ասած այդպիսի պայթյուններ, այդպիսի բորտկումներ հասարակությունների շրջանում տեղի են ունենում եւ դա լավ չէ, բայց ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ոչ ոք չի կարող կանխատեսել թե երբ տեղի կունենան այդ բորտկումները։ Ճիշտ է, այդ բորտկումները լավ բանի չեն բերում երկիրը վերջում, բայց այդ ակտը լինում է սրբության սրբոց։ Ինչպես գնահատեք այդ հայտարարությունը։ Արդյոք հոկտեմբերի 27-ը սրբության սրբոց էր ու հաջորդ նման դեպքերը բնակիչների ժողովուրդը կարող են գնահատել որպես սրբության։ Ես կարծում եմ արված հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է, ըստ որում տեսանելիորեն Հրանտ Մարգարյանը ոչ թե փորձում է մեկնաբանել հոկտեմբերի 27-ը, այլ ձևավորել նոր հոկտեմբերի 27-ի հանրային պահանջարկ։ Նրանք 1999 թվականի հոկտեմբերի 28-ից հետո, երբ ազգային ժողովում կախացվեց մի ամբողջ պետություն, շրջանառության մեջ դրեցին նույնպիսի թեզեր, իրենք Վազգեն Մանուկյանը, Ռոբին Հուդի, Նայիրի Հունանյանի եւ իր խմբի Ռոբին Հուդ լինելու, ռոմանտիկներ լինելու, ինքը հենց նույն գլխավոր ոճրագործն էլ այսպես ասած իր արարքը մեկնաբանել էր ժողովրդի արյունը ծծելու եւ այլ ուրեմն հանգամանքներով, բայց ակնհայտորեն անգամ Աղվան Հովսեփյանի օրոք քննված գործի շրջանակներում, երբ նայում ես բոլոր դրված ցուցմունքները հոկտեմբերի 27-ի գործով, տեսնում ես, որ գործ ունենք ուղղակի կազմակերպված հանցավոր խմբի հետ, որը ունեցել է նաև ավելի բարձր մակարդակի կազմակերպիչներ, եւ պատահական չէ, որ հոկտեմբերի 27-ից առ այսօր այդ խմբի եւ դաշնակցության հնարավոր ենթադրյալ կապի եւ դաշնակցության կողմից ոչ միայն գաղափարական, այլ նաեւ կազմակերպական ու այլ աջակցության հանգամանքները լուրջ քննության առարկա են։ Հիմա Հրանտ Մարգարյանը ոչ թե ուղղակի հանկարծ հիշել է, որ դաշնակցությանը մեղադրում են այդ առնչությունների մեջ, այլ ուղղակի փորձում է հասունացնել նոր հոկտեմբերի 27-ի անհրաժեշտություն, մանավանդ որ իրենց բոլոր հնարավոր միջոցներով, բոլոր հնարավոր դերակատարներով չի հաջողվել իրականացնել իրենց փափագը, այսինքն հակասահմանադրական հեղափոխություն։ Դա չկարողացան անել ոչ ռազմական հեղաշրջում կազմակերպելու միջոցով, հա, գլխավոր շտաբի բունտը հիշենք 21 թվականի վաղ գարնանը, ոչ կարողացան անել հայնիկի փրկության շարժման տարբեր, այսպես ասած, վերսիաների միջոցով եւ նաեւ 1 տարի առաջ Բագրատ Գալստանյանի կողմից, այսպես ասած, եկեղեցու ներգրավության մեջ շարժման միջոցով։ Հիմա ինչ է մնացել իրենց կանխելու համար այն, ինչը իրենց մտահոգում է։ Դա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է, դա Հայաստանի Հանրապետության այլ անվտանգային ճարտարապետության ուրեմն ընտրությունն է, այլ ռեգիոնալ քաղաքականությունների վարումն է եւ ի վերջո նաեւ ներեցեք ապօրինի գույքի բռնագանձումից խուսափելն է։ Հետևաբար այս կտրվածքով նրանք շատ նոր փորձում են հասունացնում, այսինքն այո, նրանք փորձում են հասունացնել եւ ինչպես ընդունված է ժողովրդական խոսքում ասել, պետք է այն խեղդվի օրորոցում, ոչ միայն իրապահ համակարգի կողմից, այլ նաեւ հասարակությունը պետք է շատ կոշտ լինի իր գնահատականներում, որովհետեւ մենք չափազանց թանկ գինենք վճարել հոկտեմբերի 27-ի համար, երբ լեգիտիմ ընտրված, հնարավորինս լեգիտիմ ընտրված իշխանությունը գլխատվել է, իշխանությունը ժողովրդին պատկանող իշխանությունը ուզուրպացվել է, երկրի արտաքին քաղաքականությունը ծռվել է, այն ուղղությամբ, որ արտաքին ուժերը ցանկանում էին ծռել, եւ երկրի ամբողջ կարողությունները նվիրվել են ու կախվածությունները մեծացվել են Ռուսաստանից։ Հիմա Հրանտ Մարգարյանը ուղղակի բարձրաձայնում է որոշակի շրջանակների մտահոգությունները, որ պետք է նոր 27, հոկտեմբերի 27, պետք է նոր ահաբեկչություն, պետք է նոր ռոմանտիկներ եւ դա սուրբ սրբոց։ Հետևաբար ես կարծում եմ Հրանտ Մարգարյանը պետք է կանչվի հարցաքննության եւ
ավելի ստույգ, եթե նա նույնիսկ չասի թե ինչ են պլանավորում անել, այնուամենայնիվ նա պետք է պատասխանատվության ենթարկի իր կողմից արված հակասահմանադրական հայտարարությունների համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այլ եղանակով քան ընտրությունները իշխանության փոփոխություն թույլատրված չէ եւ դա իշխանության զավթում է։ Պարոն Սաֆյան, այսինքն կարող ենք ասել, որ այս հայտարարությամբ պարոն Մարգարյանը փորձ է անում կազմակերպված եւ պլանավորված, գուցե նաեւ պատվիրված հոկտեմբերի 27-ի հետ ոչրագործությունը ներկայացնել որպես ռոմանտիկների քայլեր, որոնք տեղային, այսինքն իրենց մակարդակում, հայ-հունանի մակարդակում արված մեկ ակտ էր եւ վերջ։ Իհարկե, ուրեմն կրկին վերադառնանք 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հաջորդած շրջանը, այդ շրջանում ամենաինտենսիվ քարոզչությունը ահաբեկչության արդարացման արել են Ռոբերտ Քոչարյանին եւ նախագահականի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներով եւ նրա հնարքական ուժերով եւ առաջին հերթին հայ-հեղափոխական դաշնակցությունը որպես քաղաքական մարմին եւ նաեւ թերթերը ես ուղղակի թվարկեմ անունները հայոց աշխարհ, որը անմիջապես գտնվում էր նախագահական իշխանության կուրացիայի ներքո եւ ուղղակի օր չկար, ուրեմն տարբեր ձևերով եւ չհուշեր Նաիրի Հունանյանին ինչ խոսել, ինչ ցուցմունքներ տալ, ինչպես ներկայացնել եւ հանրության շրջանակներում, այսպես ասած, ստեղծել տպավորություն, որ նրանք ուղղակի, այսպես ասած, հուսահատությունից դրդված հանուն ազգի ծառայող մարտիկներ էին։ Նույնը անում էր Երկիր թերթը։ Դեպ ասեմ ձեզ, շատ հայտնի դեմքեր կան, եթե շատերը մոռացել են նրանց անունները, ես ուղղակի պիտի հնչեցնեմ, որովհետև նրանցից մեկը այլևս երջանկահիշատակ է, Կիմա Եղազարյանը, որի, այսպես ասած, ներդրումը չափազանց մեծ է եղել այդ նարատիվները շրջանության մեջ դնելու առումով, եւ Գևորգ Սոնատրոզյանն է, որը այսօր կարծես նույնիսկ խոսնակ էր աշխատում, ինչ որ լրատվամիջոցի խմբագիր է։ Մինչև հեղափոխությունը խոսնակ էր կարծես։ Դատախազության խոսնակ էր։ Այսինքն այո, այդ մարդիկ, այդ մարդկանց ձեռքերով, եթե իրենք փորձում են շրջանցել, ես պիտի հիշեցնեմ իրենց կենսագրությունը, այդ մարդիկ լայնորեն շրջանառել են այդ նարատիվները, ըստ որում նրանք մի պահի աշխատում էին Երկիր թերթում, դաշնակցության օրգանում, անում էին դաշնակցության Երկիր, ուրեմն թերթի շրջանակներում, հետո նրանք տեղափոխվում էին Հայոց Աշխարհ եւ այդպես շարունակ, այսինքն եւ նրանք միակը չէին, բայց նույնիսկ եմ կրկնում, առաջատար ռմբարկու լրատվամիջոցները թերևս դաշնակցական կամ դաշնակցականամերձ լրատվամիջոցներն էին, Հայոց Աշխարհը, Երկիր օրաթերթը։ Եվ քանի որ Հայաստանի հասարակության իմաստնությունը այնպեսին չէր, ինչպես այսօրվա հասարակության, եւ նաեւ չկար համացանց, չկար նրանց հաջողվեց մի քանի տարի շարունակ մոլորեցնել առնվազն մեծ հասարակության լայն շրջանակներին եւ եթե մենք խոսում ենք նոր հնարավոր հոկտեմբերի 27-ի մասին, ապա նրանք մի անհանգստություն ունեն այս բացախոսությունը, այս ժողովրդավարությունը, այս համացանցային իրավիճակը, որը թույլ չի տա կրկնել այդ ձեռագիրը, այլապես կազմակերպական մասով ես չեմ կարծում, որ շատ մեծ ուրեմն խնդիր է ուրեմն սպանություններ իրականացնել երկրում, բայց խնդիրը դրանք հանրայինորեն լեգիտիմացնելու։ Նրանք հասկանում են, որ դրանք ուղղակի կարող են ծառայել լեգիտիմ հիմք, ուղղակի արգելելու այդ քաղաքական ուժերի, մեկը միշտ արգելելու այդ քաղաքական ուժերի գործունեությունը Հայաստանում։ Եվ նրանք պարտավոր են իմանալ, որ դա տեղի է ունենալու։ Փորձեն, չփորձեն, հանկարծ բախտները փորձեն, ապա դա այո տեղի է ունենալու եւ իրենք ուղղակի այլևս տեղ չեն ունենալու Հայաստանի նույնիսկ 4 դուրս կար նախորդ անգամ։ Չեն կարող այսօրվա հասարակությունը ամենևին երեկվա հասարակությունը չէ, այսօրվա հասարակությունը ոչ կարող է Կիմա Եղազարյանը մոլորեցնել, ոչ կարող է Սոնատրոզյանը մոլորեցնել խուճուճ հոդվածներով եւ այսպես ասած մուղամային արդարացումներով, ոչ Գագիկ Մկրտչյանը իր խմբագրականներով Հայոց աշխարհում, ոչ Երկիր օրաթերթը իր խմբագիրներով Գեղամ Մանուկյան եւ մյուսներով, որևէ մեկը չի կարող ուղղակի դա սղացնել այնպես, ինչպես որ դա արել են 99 թվականից հետո, սովորում ունենալով նաև ավտորիտար աշխարհիկ իշխանություն, որը նաև մինչև վերջ պատտել էր բոլոր պոտուտակները ու սահմանափակել էր բոլոր ազատությունները։ Այնպես որ հիմա դրա համար են հիմա իրանք փորձում ժողովրդավարության ինստիտուտների միջոցով
խոսքի ազատության շրջանակներում լեգիտիմացնել նարատիվները, ձևավորել պետության ղեկավարության սպանության հիմնավորումներ եւ որպեսզի ասեն բա մենք չէինք ասում, բա չէինք ասում եւ ամենակարևորը նա է որ այստեղ ոչ թե խնդիրը նա է որ ուզում են կանխատեսելիության առումով ճիշտ դուրս գալ մարգարյանալ որ տեսեք մենք զգուշացնում ենք այլ նկատելի է որ Հրանտ Մարգարյանը ուղղակի ստանձնել է այդ նարատիվների արդարացնող նարատիվների հրապարակ նետելու պատասխանատվություն։ Ես կարծում եմ սա շատ լուրջ հայտարարություն է։ Այսինքն մեդիա նախապատրաստության Այո։ Ուղղակի դրա համար եմ ասում հանրության եւ այդ բոլորիս ռեակցիան պետք է վերինաշանի կոշտ լինի, կատեգորիկ լինի եւ տեղ չթողնի, որ որևէ մեկի մտքով անգամ ասի, որ այս երկրում կարելի է կազմակերպել երկրորդ հոկտեմբեր։ Պարոն Սաֆարյան, Անդրանիկ Քոչյանը ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նվերջտական հանձնաժողովի նախագահը կարծիք հայտնեց, որ 2021 թվականից հետո առնվազն 2 այդպիսի փորձ կանխվել է ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի հոկտեմբերի 27-ի նմանվող գործողություն, հիշեցրեց նոյեմբերի 9-ի գործողությունը, որը որակեց որպես մեկ կետից կառավարվող ակտ, ոչ թե դա պորտքում էր ինչպես Հրանտ Մարգարյանն է կարծում կամ ներկայացնում, այլ Անդրանիկ Քոչյանի կարծիքով դա ուղղորդված եւ մեկ կենտրոնից պլանավորված գործողություն էր եւ նշեց, որ այդպիսի պորտքումներ, այսպես կոչված ճակերտավոր, դերևս ապագայում հնարավոր են եւ կարծես նաեւ նախապատրաստվում են։ Ձեր կարծիքով արդյոք այդպես շատ սուրճ չի արտահայտվում պարոն Քոչյան եւ չի սրում կամ ծայրահեղացնում իրավիճակը եւ մեկ ասում որ հնարավոր այդպիսի։ Պարոն Քոչյանը նախ չափազանց լավ հասկացել է թե ինչպես է կազմակերպվել հոկտեմբերի 27-ի ժամանակին, որովհետեւ ինքը այդ ժամանակ եղել է Վազգեն Սարգսյանի շրջապատին հարող ոչ ամենևին երկրորդական անձանցից մեկը եւ ոչ միայն այդ պահին որպես այդ ամեն ինչը վերապրած թիմակից, այլ նաև հետահայաց մենք բոլորս չափազանց լավ հասկացել ենք թե դա ինչ մեխանիզմով է գործի դրվել եւ կան նշաններ, որոնք արդեն մատնում են, որ կա սցենար եւ այո 20 թվականից հետո այդպիսի նախապատրաստություններ եղել են այո նոյեմբերի 9-ի 10-ի լույս գիշերը ներխուժումը կառավարության շենք այդ ժամանակ ազգային ժողովի նախագահի ուղղակի վտանգավոր աստիճանի, այո, մահափորձը նրա նկատմամբ ուղղակի ցույց են տվել, որ եղել է սցենար եւ դա չէր ավարտվելու ամենևին պետական շենքերի ներխուժումով կամ իշխանության զավթումով, դրա նպատակն է եղել նաեւ օրվա քաղաքական իշխանության վերացումը պատերազմի, այսպես ասած, հետևանքների համար հանրային վրիժառության կամ դժգոհության քողի ներքո եւ պարտակել 44-օրյա պատերազմի շրջանում եւ դրանից առաջ նախկին իշխանությունների եւ արարքներ եւ գործունեություն եւ այլ եւ այլ։ Ի վերջո նաեւ հիմա ինչ է սարսափելի համարկեցուցիչ փաստեր ի հայտ գալի ոչ միայն կոռուպցիայի, բանակի թալանի եւ այլնի մասով, այլ նաեւ հենց պատերազմի շրջանում նրանց դավադիր եւ գործունեության կամ անգործության եւ նաեւ այո միտումնավոր անգործության մասով, եթե ասենք կներեք, վերջին ապուշը պետք է լինել, չհասկանալ, որ կամ գոյություն ունի այն բոլոր ամեն ինչի մեջ, ինչը տեղի ունեցել, հա, եթե Միքայել Աջապահյանը ասում է ես 20 թվականից հետո երկու նախագահներին անդադ ասում է ռազմական հեղաշրջում, հետո նախկին իշխանությունների նախկին երկու նախագահները գլխավոր շտաբի պետի խելքը ուտում են եւ նրան ու գլխավոր շտաբի անդամներին դրդում են ռազմական հեղաշրջման այն բանից հետո երբ չի ստացվում պետական շենքերի ներխուժման եւ իշխանության նկատմամբ հաշվեհարդարի մեխանիզմները եւ եթե դրանից հետո տեղի ունենում նաև հիշում ենք ազգային անվտանգության ծառայության մի քանի հաղորդագրություններ ուրեմն ահաբեկչությունների կամ քաղաքական սպանությունների կանխման վերաբերյալ, ապա այս ամեն ինչը իհարկե փոխկապակցված է եւ նաև Ռուսաստանում էր այդպիսի բան նախապատրաստվում Ռուսաստանից ինչ-որ իհարկե հայերի միջոցով։ Դա ենք ասում, նաև դա եմ ասում, որովհետեւ ԱԱԾ-ի հաղորդագրություններից մեկը վերաբերվում էր նաև Հայաստանից Ռուսաստան տարված ուրեմն հայկական, այսպես ասած, բատալյոնում
կամ զորամիավորում Ուկրաինայում կրվող ծագումով հայերի զորամիավորման մեջ վերապատրաստումներ անցկացնելու եւ Հայաստանում իշխանության դեմ օգտագործելու մասին վկայություններ եղան, այսինքն այս ամբողջը միմյանց հետ փոխկապված է եւ ելի եմ կրկնում, երբ որ տեսնում ես որ ինչ որ մի խումբ, որը ամենևին հավատարմություն չունի ժողովրդավարության արժեքներին եւ չի բացառում ուժային եղանակով ներքաղաքական հարցերի լուծումը ու այդ խումբը ձախողվում է բոլոր քաղաքական փորձերում, կլինի դա ընտրություններ, կլինի դա ներքաղաքական ուրեմն հանրահավաքային պայքարներ, որ տեսնում ես նրանք այս բոլոր այսպես ասած թույլատրելի գործիքակազմով ձախողվել են, բայց նաև իրենք հոգով տերորիստ են եւ չեն բացառում ուժով խնդիր լուծելու, ապա նրանց մոտ մի ճանապարհ եւ մինչեւ Հրանտ Մարգարյանը խոսեր, ես կարծում եմ, որ մեզանից շատերը մեր հրապարակային հարցազրույցներում զգուշացրել են նոր հոկտեմբերի 27-ի հավանականության մասին, հատկապես 2026 թվականի ընտրություններից առաջ, որպեսզի բանը չհասնի ընտրությունների կամ համենայն դեպս գործող իշխանությունի այդ ընտրությունների կազմակերպիչը, որպեսզի նրանք կարողանան հիշեք նրանց բոլոր պահանջները, փոխել ընտրական հանձնաժողովի կազմը, թույլ չտալ, որպեսզի այս իշխանությունները կազմակերպեն ընտրությունները, որպեսզի կարողանան եւ նաեւ որոշ դեպքեր բացի խոսել են, որ նույնիսկ կարիք էլ չկա պահպանել ժողովրդավարության եւ ժողովրդաիշխանության այսպես ասած սկզբունքներ, որովհետեւ ժողովուրդը ժեխ է եւ ժողովուրդը չի կարող ճիշտ ընտրություն կատարել, հետեւաբար ավելի լավ է ժողովրդի անունից կեղծվի ընտրությունները եւ ժողովրդի գլխին պարտադրվի այն իշխանությունը, որը պարտադրվել է օրինակ 98 թվականին եւ այդպես շարունակ։ Այսինքն այս ամբողջը ցույց են տալիս, որ մենք ունենք աճող ռիսկեր եւ դրա համար եմ ասում Հրանտ Մարգարյանը պիտի ենթարկվի պատասխանատվության։ Պարոն Սաֆարյան կրի իր հայտարարությունների համար։ Դա ուղղակի նույնպես եմ կրկնում ժողովրդավարական արժեքների եւ կարգի դեմ հայտարարություններն արդարացնող հայտարարություններ։ Պարոն Սաֆարյան, դուք հիշեցրեցիք Աջապահյանի հայտարարությունը, որ ինքը ուղիղ ռազմական հեղաշրջման կոչ էր արել եւ հետո ոչ թե ասել որ ոչ դա կոչ չէր եւ այլն, այլ հետո իր հարցազրույցներից մեկում էլ ասում է ես խոստովանում ասում եմ ես նույնիսկ ռազմական հեղաշրջման կոչ արեցի, բայց զինվորականները ինձ չլսեցին, այսինքն նա է այդ մասին հայտարարում։ Օրերս էլ Ռուբեն Ռուբենյանը ազգային ժողովի փոխոսնակն էր, arczepiskopos Գալստանյանի, որը սարեցրել իր տիտղոսը հիմա, նրան էր հղում արել եւ ասում է, որ Բագրատ Գալստանյանը հայտարարել է եթերով, որ իրեն արտաքին ուժերը փոխանցել են տեղեկություններ, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Հայաստանը վերածվելու է թմրանյութերի ու փողերի լվացման կենտրոնի, ընտանիքի մոդելի խեղման վայրի եւ օրինակ գունավոր հեղափոխությունների ճամբարի։ Եթե հոգեվորականը կամ եկեղեցու կաթողիկոսի օրհնությունը ստացած մարդը, որը հայտարարել է, որ այս գործողությունների մեջ մտել է կաթողիկոսի օրհնությամբ, այսպիսի հայտարարություններ անում, Աջապահյանն է այդպիսի հայտարարություններ անում եւ առնվազն չի ստանում կաթողիկոսի հորդորը, որ չանի այդպիսի քայլ եւ շարունակում է անել ու շարունակում է պաշտոնավարել, հա, ըստ էության։ Սա ինչի մասն է խոսում, որ եկեղեցին նույնպես այս գործընթացների մի մաս է կազմում։ Իհարկե, դա եմ ասում։ Լավ էր, որ լրացրեցիք հարցադրումը, որովհետեւ տեսեք, Բագրատ Գալստանյանը խոսել է իր եւ իր զրուցակցի միջև վարված մի զրույցի մասին, որտեղ արտաքին ուժը կոչ է արել եկեղեցականին կանխել Հայաստանում այս իշխանության վերընտրվել եւ կասեցնել նրա գործունեությունը։ Սա դասական առումով միջամտություն է այլ երկրի ներքին գործերին։ Հիմա եկեք հասկանանք։ Ես ի տարբերություն շատերի դուրս չեմ տա հայտնի նարատիվներին եւ չեմ կապի Բագրատ Գալստյանին կամ որևէ հոգեվորականի մեր թիվ 1 շնամիների հետ, թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ, որոնք ակնհայտորեն Հայաստան պետության լինելը չեն ցանկանում։ Բայց նրանց կողմից, նրանց շուրթերով հնչեցված նարատիվները միայն կարող են հնչեցվել մի երկրի կողմից, որը դա հրապարակային խոսքում էլ չի թաքցրել, դա Ռուսաստանն է։ Ինչ գործ ունի Բագրատ arczepiskopos-ը հատուկ ծառայությունների Եթե Բագրատ Գալստանյանը հայրենիքի ապագայով մտահոգ եկեղեցական հոգեվորական լիներ, ապա նա այդ ամենը ոչ թե եթերում կհայտարարեր, այլ կգար, կխնդրեր ընդունելություն ազգային անվտանգության ծառայությունում եւ կասեր գիտեք,
մեր երկրի մասին այսպիսի բաներ մտածողներ եւ այսպիսի մտադրություններ ունեցողներ կան։ Առաջարկներ անողներ կան։ Այդպիսի առաջարկներ անողներ կան, որովհետեւ Մարգարետ Գալստյանը կարող էր ասել, որ ես մեռնեմ հայոց հողին, Հայ Ազգիջանին եւ այլն ես դա չեմ արել, բայց հնարավոր է այդ արտաքին հատուկ ծառայությունները կամ խմբավորումները ուրիշների միջոցով կարող են գտնել շատ ավելի քիչ կամային որակներով ոչ հայրենասեր խմբեր եւ մարդիկ եւ Հայաստանում իրականացնել սարսափելի։ Բագրատ Գալստյանը դա չի արել։ Եվ Բագրատ Գալստյանը հակառակը եկել է եւ լրատվամիջոցում ուղակի հանրության մոտ փորձել է վաճառել այդ վախերը, որպեսզի այո հանրությունը տուր տա այդ նարատիվներին եւ Հայաստանում իրականացվի իշխանափոխություն արտաքին ուժերի դրդմամբ։ Հիմա նորից եմ կրկնում, այս ամբողջը չի կարող պատահականություն, այս ամբողջը մի մեծ ցանցի երևացող օղակներն են եւ այդ մարդիկ պիտի ենթարկվեն պատասխանատվության։ Հրանտ Մարգարյանը ինքը պիտի կանչվի զրույցի եւ ինքը պիտի ասի, թե ինչպես են աշխատում հատուկ ծառայությունները, ում միջոցով են աշխատում, որ անձինք են, կարող է այդ մարդիկ հանրային դաշտում հայտնի են որպես շատ հայամետ ռուս մտավորականներ, ասենք Կոնստանտին Զատուլին եւ այլն, կարող է դրանք ուղղակի պրոֆեսիոնալ գերուշնիկներ են։ Ի վերջո նա պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը փոխանցել եւ հետաքրքիր է, չէ՞, ասենք ինչու են եկեղեցականի հետ հանդիպում, ինչու են եկեղեցականի հետ հանդիպում, ինչ արարք է թույլ տվել եկեղեցին կամ ինչպես է բացել պետության թիկունքը եկեղեցին, այդ թվում եւ կաթողիկոսը, որ օտար ուժերը մտածել են, որ այդ եկեղեցականին եւ այդ եկեղեցուն կարող են օգտագործել ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը տապալելու կամ ժողովրդական ընտրությունները, սպասվող ընտրությունները տապալելու նկատառումներով։ Հետևաբար, այս կտրվածքով ես նույնիսկ պատահական չեմ համարում վարչապետի կողմից գեներացված այս բանավեճը, որովհետև անկեղծ ասած ոչ վարչապետին եմ համարում միամիտ մարդ, ոչ էլ կաթողիկոսին եմ համարում միամիտ մարդ, ոչ էլ եկեղեցականներին։ Եվ ես այս ամեն ինչի մեջ տեսնում եմ շատ ավելի մեծ թաքնված շերտեր, շատ ավելի մեծ վտանգավոր խութեր, չերևացող, քան կուսակրոնության թեման է։ Սա ուղղակի դարձել է ակնհայտորեն հրապարակային դաշտում այդ բանավեճը բացելու, այդ բանավեճը եկեղեցու պահվածքի խնդիրները ավելի լայն քննարկելու ուղղակի տրիգեր առիթ։ Հետևաբար սա մտահոգիչ է, եկեղեցու պահվածքը մտահոգիչ է, ոչ միայն այն առումով, որ փորձել է քիթը խոթել պետության կառավարման, քաղաքականության, բիզնեսի եւ այլ հարցերում, չլինելով ուրեմն սահմանադրորեն դրա համար լիազորված ինստիտուտ կամ չունենալով այդպիսի լիազորություններ, այս ամբողջը դեռ խնդրի մի կողմն են, որոնք էական են, երբ ակնհայտորեն ինչ-որ մեկը, ինչ-որ մի խումբ ուզում է պետության ներսում լինի խորքային պետություն։ Սա այդ ցանկությունն է, այսինքն կաթողիկոսը ուզում է իր թիմով լինել խորքային պետություն, որը կարող է ցանկացած ոչ միայն այս իշխանության, այլ վաղվա իշխանության թելադրել, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն պետք է նրանք վարեն, թելադրել, թե նրանք եկեղեցուն ինչպիսի արտոնություններ պիտի տան ներսում, ինչպիսի հարստացման խողովակներ պիտի ապահովեն եւ այլն։ Եվ չունենալ որևէ պարտավորություն, ոչ հարկային, ոչ մնացած առումներով։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր։ Այս առումով որքան էլ փորձեր կատարվեն, կաթողիկոսի կամ եկեղեցու պահվածքը կապել իբրև թե Արցախապահպանության հետ, ներեցեք դա համոզիչ չի առնվազն իմ նման ինֆորմացված մարդկանց համար, որովհետև գոնե ես լինելով հանրային խորհրդի նախագահ այդ շրջանում, պատերազմի շրջանում, ով օրինակ միայն այն, որ պատերազմը սկսվեց սեպտեմբերի 28-ին ու ունենալով հրաժարականի դիմում ետ վերցրեց դա, որպեսի այդ շրջանում, ասենք, պետական բանակի թիկունք ապահովեն, ես ուղղակի հիշում եմ մի քանի առանցքային դրվագներ, այն, որ առաջինը պատերազմի ողջ շրջանում չի եղել ամենայն հայոց կաթողիկոսի որևէ ուղերձ կենաց մահու կռիվ տվող, առաջնագծում նահատակվող ու հերոսացող կամ հայրենիք պաշտպանող զինվորին քաջալերող որևէ խոսք չի ասվել։ Տարօրինակա չէ, երկիրը ներքաշվում է պատերազմի մեջ
Ռազմական դրություն եկեղեցին հայտարարվում է ռազմական դրություն, որտեղ բոլոր դերակատարները քաղաքական համակարգում սկսած ընդդիմություն թե իշխանություն պարտավոր են ուղղակի ապահովել միասնականություն, պարտավոր են ուղղակի սպասարկել ոչ թե իշխանությանը, այլ պատերազմում կռվող զինվորին։ Եվ առնվազն քաղաքացիներին շրջանում այդպես էլ կար, որ մարդիկ իրոք եւ բոլորը դա կոնսոլիդացվել եւ մեծ մասը դա անում էր, բայց եկեղեցին որևէ խոսք չի հնչեցրել, որևէ ուղերձ չի հնչեցրել եւ սա մի դրվագ, որը շատ տարօրինակ է։ Հետևաբար հարց է ցակում, ինչի է լռել 44-օրյա պատերազմի երկար ու ձիգ այդ մղձավանջային ուրեմն օրերի ու գիշերների ընթացքում ինչու է լռել վեհապարը։ Ինչու որևէ ուղերձ չի ուղղել ազգին, Արցախահայությանը, Զորքին, որը պաշտպանում էր Արցախը, ի վերջո, եթե ընդունում ենք, որ նա անհաշտ է այս իշխանությունների հետ հանուն Արցախի պահպանության, ապա նա առնվազն ոչ միայն պիտի բացատրի, թե ինչու խախտել է կուսակցություն, թե կամ չի խախտել, թե ինչ է արել, երևի ավելի կարևոր է բացատրի, ինչ հանգամանքների, միգուցե արտաքին ուժերի ճնշման տակ, ուղղակի նրան թույլատրված չի եղել ուղերձ թողել, որովհետև քանի որ Հայաստանի ռազմավարական օրինակ Դաշնակից Ռուսաստանը դա չէր համարում իր պատերազմը եւ համարում էր ինչպես Լավրովն էր ասում առաջին օրից որ հողերը պիտի Հայաստանը հլու հնազանդ հետ տան, միգուցե Ռուսաստանն ասել ուղերձ մի տուր։ Դա ճիշտ ուղերձ չի, այդ պատերազմը հիմա մերը չի, դա ձեր պատերազմը չի, հայոց եկեղեցի, դա կարող է Հայաստանի իշխանություններինն է, հայ ժողովրդի պատերազմն է, բայց հայոց եկեղեցու պատերազմը չի։ Հիմա բացատրեք ինձ խնդրում եմ։ KGB-ի պատերազմը չի։ Ինչու ինքը որևէ ուղերձ չի հղել։ Ըստ որում ոչ թե մի անգամ պիտի այդ ուղերձը լիներ, այլ 44 օրերի ընթացքում տասնյակ, հարյուրավոր առիթներ կային այդ խոսքը ասելու։ Եկեղեցին անգամ կարող էր ամեն օր եւ աղոթք անել եւ ազգին համախմբել։ Ոչինչ չի արվել, որևէ քայլ եկեղեցու կողմից չի եղել։ Կա պատմության դասագրքերում գրվելու է, որ հայոց եկեղեցին 44 օր շարունակ լռել է։ Մի քանի եկեղեցականներ, Բագրատ Գալստանյանը, չգիտեմ, Դադիվանքի վանահայրը եւ այլն, ահա ինչ որ մոմեր էին վառում, մաղոթներ էին անում Շուշի եկեղեցում, բայց ներեցեք, մենք խոսում ենք Մայր Աթոռի ինստիտուցիոնալ պահվածքի մասին։ Այդ օրերի ընթացքում որևէ մեկը ավելի սարսափելի բան տեղի ունեցավ։ Երբ նույնիսկ ըստ բազմաթիվ մարդկանց վկայությունների, նույնիսկ եկեղեցիներից մեկը, հենց Միքայել Աչապահյան, թույլ չէր տվել Գյումրիում եկեղեցում դնել նահատակված զինվորի, մարտիրոսված զինվորի աճուն այն պատճառաբանությամբ, որ նա կնքված չէ, մկրտված չէ, այսինքն առաքելական հոտի անդամ չէ։ Այսինքն եկեղեցու պահվածքը ոչ միայն տարօրինակ է ու կասկածելի է եւ պիտի պարզել թե ինչ գործոններ են բերել այդ լռությունը։ Արդյոք իրենք են ուղղակի լռել, որպեսզի իշխանությունը տապալի պատերազմը եւ կարողանան իշխանությանը տապալել Հայաստանում։ Արդյոք իրենց դրսից այն օղակներից, որոնք մրցանակ են տալիս կաթողիկոսին, արդյոք այդ օղակները նրան ասել են, որ սա ձեր պատերազմը չէ եւ ձայն չհանեք, պետք չի որ հայ ժողովուրդը մոբիլիզացվի, պետք չի որ հայ զինվորը թիկունքում ուժ զգա եւ պետք է որ հայ զինվորը պահպանի Խարվաճարը, Քաշաթաղը, չգիտեմ մյուս հողերը, որովհետեւ Սերգեյ Լավրովը գտել է որ այդ հողերը վաղ թե ուշ պիտի տան եւ Հայաստանի իշխանությունները դրա մասին գիտեն։ Այս հանգամանքները բարձման ենթակա են։ Սրանք շատ ավելի լուրջ հանգամանքներն են, քան արդյոք կաթողիկոսը կին երեխա սիրուհիներ ունեցել է, թե ի վերջո այդ զրույցները տասնյակ տարիներ կան։ Եվ հանուն արդարության մենք բոլորս էլ այդ զրույցները լսել ենք։ Ես Հայաստանում ես չգիտեմ որևէ մարդ չկա, որ լսած չլինի, ասենք հայտնի բարերար տիկնոջ եւ վեհապարի կապի մասին զրույցները։ Ըստ որում նաեւ ականատեսներից մարդ չկա։ Ինձ թվում է, պիտի որ չլինի։ Մենք բոլորս ինչ որ մի բան մեզ զսպել է, չխոսենք այդ թեմայից։ Այդ թեման, բայց ներեցեք ինձ համար շատ ավելի Տակից խոսվել է։ Տակից վկայություններ են տրվել։ Դա տեղի ունեցել բազմաթիվ մարդկանց աչքի առաջ։ Սևանի ճեմարանում, Մյուսում եւ ասենք այս բոլորը մենք լսել ենք ականատեսներից, ոչ թե պատերի տակ խոսակցություններից։
որ մարդիկ զարհուրած են եղել իրաց տեսածից։ Ասենք, այդ բոլորի մասին մենք իմացել ենք, բայց նորից եմ կրկնում, ինձ դա քիչ է հուզել։ Ինձ դա կարող է հուզել ինչ որ մի ասպեկտով այն առումով, որ եկեղեցին ունի ազգային առաջնորդության ամբիցիաներ, եկեղեցին ուզում է հանդես գալ, այսպես ասած, սրբի եւ անթերի եւ անքննելի դիրքերից, բայց հանկարծ պարզվում է, որ նրանք եկեղեցական ներքին կանոնակարգերը խախտում են եւ աչք են փակում դրա վրա։ Ինձ կարող է այս կտրվածքով հետաքրքրել, բայց ինձ հավատացեք, եկեղեցու պահվածքում ավելի քան սա է հետաքրքրում։ Ինչու է պայմանավորված եղել իր լռությունը։ Երկրորդը, որպես հանրային խորհրդի նախագահ, ես քանիցս կոչ արեցի, մանավանդ որ եկեղեցու ներկայացուցիչ ունենք նաև հանրային խորհրդի անդամ, իդեմս Նաթան Սրբազանի, ես ինքս գոնե որպես Ղարաբաղյան քաղաքականության եւ ամտանգային հարցերով փորձագետ շատ լավ հետևել եմ, թե ինչպես է Ալիևի կլանը եւ հատկապես նրա կինը Հռոմի Պապի հետ իրականացնում տարբեր վերականգնողական ծրագրեր, ռեստավրացիոն ծրագրեր, թե ինչ կապ ունի իհարկե Ադրբեջանը քրիստոնեական ժառանգության, այն էլ կաթոլիկ ժառանգության հետ դա դեռևս մնում է առեղծված, բայց բոլոր դեպքերում ես հորդորել էի նրան, եկեղեցուն, հորդորել էի, խնդրել էի, աղերսել էի, որ նրանք գոնե օգտագործեն ոչ միայն Հռոմի կապի հետ իրենց կոմունիկացիան եւ իրենց հարաբերությունները եւ օգտագործեն Հռոմի Պապի Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության լծակները, այլ նաեւ օգտագործեն ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարխի ունեցած ազդեցությունը, մանավանդ որ մինչեւ պատերազմը ձևավորված է եղել Ալաշուքյուր Փաշազադե Ադրբեջանի հոգեվոր առաջնորդի ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի եւ հայ առաքելական եկեղեցու առաջնորդի այդ երրակողմ ֆորմատը, որտեղ նրանք հանդիպում էին։ Ես խնդրել եմ քանիցս, որպեսզի նրանք մեկ նամակ գրեն, մեկ զանգ ունենան, հորդորեն, օգտագործեն բոլոր իրենց հասու եղանակները, քույր եկեղեցիների կարողությունները եւ ռազմագերիներին Բաքվում պատանդ ռազմագերիների վերադարձի խնդիրներում օգնեն պետությանը, որովհետեւ ծանրագույն վիճակ էր պետության համար եւ հիմա էլ հա նրանք ոչինչ չեն արել ինձ նորից հետաքրքրում է ինչու չի արվել ինչու եթե այդքան արցախասեր էին եւ այն եթե ամեն ինչ մեկնաբանում են որ հանուն Արցախի Նիկոլ Փաշինյանը իրենց հետևից է անկել այսպես ասած եկեղեցամարտ տե մղում Արցախի հարցում իրենց դիրքորոշման հետ կապված ես էլ շատ բանական հարցեր եմ տալիս այդ ինչպես է սիրել Արցախը որ Արցախյան պատերազմի 44 մղձավանջային օրերի ընթացքում մի ցտուն չի անել եւ ոչ միայն ինքը այլ ամբողջ եպիսկոպոսած դասը այդ ինչպես են սիրել Արցախ որ Արցախը պաշտպանած Արցախի համար մարտիրոսված տղաների աճունների վերադարձից մինչև Արցախի պաշտպանության համար Բաքվի բերդերում հայտնված ռազմագերիների վերադարձի հարցում մի կոմունիկացիա, մի ուրեմն աջակցող գործողություն չի իրականացրել եւ ավելին ասենք Բելարուս ուր ես գնացել Բելարուս ինչու ես գնացել գնացել ես որ ինչ անես մի պետություն որի ղեկավարը Արցախը համարել Ադրբեջանի մաս որի ղեկավարը սպառազինել է Ալիևին որպեսի սպանեն հայ առաքելական հոտի նվիրված եւ Արցախը պաշտպանող տղաներին եւ երկրի ղեկավարն հայտարարել որ որևէ մեկը չի գնալու եւ երկրի ղեկավարը ակնհայտ որոշակի քաղաքական բոյկոտային այսպես ասած քաղաքականությունը որդեգրել ՀՊԿ-ի անդամ որոշ երկրների նկատմամբ ասենք դու ինչ ես ուզում ասես դու ուզում ես ասես չես ենթարկվում երկրի օրինական տրված իշխանությունների վարած դե չի ենթարկվում ուրեմն պետք է ենթարկվի առնվազն եկեղեցական կանոնակարգերի եւ այս առումով երևի թե վարչապետի գրառումներից չես կարող չհամաձայնել նրան որ նման հոգեվորականներ պիտի լինեն Շնորհակալ եմ պարոն Սաֆարյան ես էլ եմ շնորհակալ CVK-ի եթերում զրուցեցինք միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Սփյուռք Սաֆարյանի տեսություն կհանդիպենք Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVK-ի YouTube-յան էջին